Դուք հետևականություն ցուցաբերել եք միայն մի հարցում, որը չի փոխվել 1918 թվականից ասած։ 1918 թվականին դուք այո ճիշտ ասում Տիկին Ջուլհակյանը նույնիսկ չեք հայտարարել անկախություն, ասել եք, որ հայաբնակ գավառներում իշխանություն եք ձևավորում, 2 տարի մանդատ եք փնտրել, իդեպս էլ էլի փաստ, 18 թվին Հայաստանը 600 տարի անց վերջապես ստանում է անկախություն ու միանգամից սկսում է մանդատ փնտրել։ Սկզբից Ամերիկայի մանդատը ուզում ստանալ, Ամերիկան մերժում է, հետո ըստ որոշ տեղեկությունների նույնիսկ Նորվեգիայի մանդատներ փորձում ստանալ, հետո էլ գնաց այդ ամբողջ ընթացքում էլ բնականաբար հույս ունեին, որ Ռուսաստանը հետ կգա, վերջում եկավ ու կոմունիստները, որոնց հետո դուք իշխանություն ձևավորեցիք, վերացրեցին Հայաստանի անկախությունը։ Եկավ 1988-89-90-ական թվականներ, էլի դաշնակցությունը կարծում էր, որ անկախություն պետք չի հիմա։ Իդեպ, եթե չեմ սխալվում, այն հանրահայտ արտահայտությունը դեմըլալով կողմ ըլալ, եթե չեմ սխալվում, այդ արտահայտությունը գալիս է 90-ականների սկզբից ու հենց անկախության կոնտեքստում, որ ասվել է, որ կողմ ենք, բայց դեմ որովհետև։ Այս ամեն ինչը չի փոխվում, ու այս ամեն ինչի կուլմինացիան 004 շրջաբերականն էր, բայց ես ուղղակի ուզում եմ ասել, ես գիտեմ, որ այս վերջերս դաշնակցությունը ունեցել է, ոնց է ձեր մոտ դա կոչվում, ժողով, համաժողով, որում բյուրոյի ներկայացուցիչ է ընտրվել Արմեն Ռուստամյանը, որին իդեպ շնորհավորում եմ անկեղծ, ես իրան շատ լավ եմ վերաբերում եւ ուրախ եմ վերջապես Հայաստանից է բյուրոյի ներկայացուցիչը։ Ես գիտեմ նաեւ, որ չէ, որ Հայաստանի Սփյուռքահայ չէ։ Դե թողեք ավարտեմ էլի։ Իդեպ սա չեմ ասում էլի, որ Սփյուռքահայեր վատ էր, բայց նկատի ունեմ եւ դե դուք եկեք եւ ուզում եմ հույս հայտնել, ես գիտեմ, որ այդ համաժողովի ընթացքում են շրջաբերականները ընդունվում, ես հույս ունեմ, որ դուք ունեք նոր շրջաբերական, դե մի ընդհատեք, պարոն, ես հույս ունեմ, որ դուք ունեք նոր շրջաբերականներ ու վերջապես մի օր դաշնակցությունը կծնի մի շրջաբերական, որում սևով սպիտակին գրված կլինի, որ Հայաստանի Հանրապետության անկախությունը վեր է ամեն ինչից, ենթակա չէ սակարկման, վերջակետ, շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։